Իսկ ես հիմա ուզում եմ խոսել հազարի մասին, լեթսի մասին խոսեմ։ Ես ձեզ զեկուցել էի, որ այս լեթսը եթե ունեք, մի օգտագործեք, բայց հիմա բանից դուրս եկավ, որ մեկ ընկերություն, որ ամենամեծ ընկերությունն է, որ այս միրգ եւ կանաչի եւ այլն շուկա է ղրկում Ամերիկայով մեկ ամենամեծ ընկերությունը, հիմա կարողացել են հստակացնել, որ ես ձեզ ասել էի այս տեսակը կարող եք վերցնել, լվանալ եւ այս տերևները կարող եք թափել մնացածը օքեյ է, եթե լվանում եք։ Հիմա բանից դուրս է գալիս պրոբլեմ սրա մեջ չի։ Պրոբլեմը սրա այս տեսակ լեթսի մեջ է, որը այսպես մանրացրել են եւ պլաստիկի մեջ է։ Պլաստիկի մեջի այդ լեթսը դա այն է, որ դուք պետք է ուշադիր լինեք։ Եթե տանը ունեք, թափեք, մի օգտագործեք, մինչև հստականը։ Ամենայն դեպս սա պրոբլեմ չունի, սա պրոբլեմ է ունեցել եւ հիմա դրա վրա ինչ աշխատում են, եթե շարունակենք հիմա տեսնեք FDA-ի ուրեմն Federal Drug Administration-ը այդ 34 նահանգում, որ Կալիֆոռնիան այս նահանգների մեջ է, ասում է սա վաճառված, ասացի սա ամենամեծ ընկերությունն է, 7000 մարդ մինչ հիմա այս parasite, պարազիտ, այսպես հիվանդություն, այսպես տեսնում եք այստեղ, որոնցից մի շգնում 4312 մարդ հիվանդացել է Նյու Յորքում եւ ուրիշ տեղերը այսպես դժվարություն են ունեցել։ Ուրեմն այս տեսակի եթե դուք 1000 դնել եք, մի օգտագործեք ժամանակավոր Taylor Farm գրված է։ Եվ այդ Taylor Farm-ը այստեղ տեսնում եք այդ խանութը Taco Bell-ում վաճառում էին, ասացի 7000 հոգի վարակվել է եւ մեծամասնությունը դա այդ հիվանդությամբ մի շգնում է։ Cyclosporosis տեսնում եք այդտեղ այս cyclus այսպես cycloporo տեսնում եք անձիկը քեյսերը քիչ առաջ նաև ցույց տվի 4312-ը Միշիգանում մնացածը Ամերիկայի տարբեր նահանգում ուրեմն նրանք որ օգտվել են կարող է հիվանդանալ McDonald-ը անցյալ այսինքն 2024-ին օրինակի համար նման դեպքեր շատ է պատահում միշտ պիտի ուշադիր լիներ երբ որ հայտարարում են դուք այնտեղ yellow onion ավել այդ սոխը որ տեղիներ օգտագործում էին այս նոր հիվանդությունը cyclosporin որ հիմա տարածված է մինչև հիմա մեկը չի մահացել պետք է շատ լավ լվանալ սրան բայց Taco Bell-ում եթե գնում եք իրենք ասել են որ էլ չեն օգտագործելու այդ լեթեսը ժամանակավոր կամ այդ 1000-ը ժամանակավոր չեն օգտվի մինչև հետո որ վստահ լինեն այս հիվանդությունը հեռացել է անցել է ես ուզում եմ հիմա խոսել Կանադայում հրդեհ է տեղի ունեցել այդ ծուխը եւ մշուշը ինչ որ եկել է լրիվ արևելյան նահանգներ այս երկրի սա օրինակ Նյու Յորք քաղաքն է եւ նաեւ հարավ նաեւ անցել է Նյու Յորքից ստանցենք առաջ շարունակենք ամենա worst air quality ամենավատ տեսնում եք այստեղ ամենավատ quality-ն է կամ որակ ունի օդը Շիկագոյում նաև խիստ տեսեք ինչ է տեղի ունենում այսպես այս ծուխը կանգնած է նահանգների վրա արևելյան նահանգները բոլորին ասել են Նյու Յորքի քաղաքապետներ որ ասում են անպայման դիմակ տնեն եթե պետք չի դուրս չկան այսպես տեսնում եք Շիկագոյում եք տեսնում ֆրիվեյի վրա այնքան ասել էին 20 մայլից ավել արագ չքշեն քաղաքում որովհետև շատ դժվար է տեսնել է Նյու Յորք տեսեք այս ինչ է տեղի ունենում դժվար է տեսնել շենքերը անգամ այդ
աշտարակ շենքերը այս մշուշի տակ կորեն է, ինչ որ այստեղ տեսնում եք, 100, որովհետև 100 հրդեհ է տեղի ունենում Կանադայում, որը կոնտրոլից դուրս է, այսպես տեսնում եք, եթե դուք ապրում եք այնտեղ 2023 թվից մինչև հիմա երբևիցե այսպես չի եղել եւ աշխարհում որևէ ուրիշ տեղ այսպես օդը կեղտոտ չի, ինչ որ հիմա արևելյան նահանգներում տեղի է ունենում, պատկերացրեք աշխարհի մասին ենք խոսում, ամենավատ կետը այստեղ է, ինչ որ տեսնում եք Շիկագո, Նյու Յորք, այդ քաղաքները Մեյն նահանգը այսպես դժվար կացության մեջ են, եթե դուք այդտեղ եք, եթե հարկավոր չի տան մնացեք։ Այստեղ տեսնում եք ծուխը, այսօր ինչ որ ես ձեզ հետ խոսում եմ 5-շաբթի է, այսօր տեսեք ինչ վիճակի էր, ժամը 7-ից հետո այսպես վիճակում է եղել եւ վաղը նաեւ արևելյան նահանգները դժվար կացություն են ունենալու, նաեւ շարունակվելու է մինչեւ շաբաթ օր, այս գիշեր արևելյան նահանգներում սա է վիճակը, նաեւ անձրև է տեղի ունենալու, որ շատ լավ է, 4-ից 8 ինչ եւ հեղեղ է տեղի ունենալու, բոլորը արևելյան նահանգներում բնակվողները նկատի առնեն այնինչ որ այստեղ ես ձեզ ասացի։ Հիմա հեղեղ է նաև այս երկրում տեղի ունենում, Թեքսասում, այդ շրջաններում խոշոր հեղեղ է տեղի ունենում, որ եթե շարունակենք տեսնեք, այս հեղեղը հուլիսի 4-ին անցյալ տարի, գիտեք Վիվալդի, այսինքն մի տարածքում Թեքսասի, որ ճամբար էր, երեխաները այնտեղ մահացան։ Հիմա նորից մասամբ հենց նույն տեղում մարդկանց պետք է փրկեին, նորից հեղեղը տեղի ունենում նույն տարածքներում, 2 հոգի մահացել են, 70 հոգու փրկել են, թե չէ նորից մի աղետ էր լինելու սա։ Եվ մասամբ նույն տեղում, ինչ որ տեղի էր ունեցել անցյալ տարի, քամփի մեջ էլի երեխաներն հեղեղը տեղի ունենում, բայց ժամանակին կարողանում են նաև այս տարի այդ շրջանի հեղեղը, տեսեք ինչ որ տեսնում եք եկեղեցի էր, մնացել էր ջրի տակ, տեսեք ինչքան հեղեղը միջև որտեղ է։ Եվ դրա համար է, որ 2 հոգի կորցնում են իրենց կյանք կորում է եւ մնացած 70 հոգու փրկում են։ Ահա որ վիճակ է այս երկրում, միտեղ հեղեղ է, միտեղ հրդեհ է, միտեղ ծուխը հյուսիսից իջել է։ Թվում է ճիշտ բոլոր այս ահավոր վիճակը, վատ վիճակը մի անգամից տեղի ունեցել այս երկրում արևելյան շրջանում։ Մեզ մոտ գիտեք շատ շոկ է, դրա համար ջուր խմեք, եթե անգամ ծարավ չեք, ջուր խմեք եւ այսօր ասացի 5-շաբթի գիշերը խոսում եմ, վաղը կկրկնվի այս ծրագիրը ժամ 2-ին, վաղը նաեւ շոկ է լինելու, նրանից հետո մի քանի օր կարող է մի քիչ մեղվանա, բայց էլի շոկ է լինելու մասամբ միջև հաջորդ շաբաթ մի քանի օր նաեւ շոկ է լինելու։ Ծրագիրը հովանավորում է Բրբանկում գտնվող չափահասների համար Burbank Adult School-ն է հովանավորում ծրագիրը։ Այստեղ տեսնում եք հեռախոսը համարը։ Դասավանդումները մյուս ամսվանից սկսվում է, բայց օր առաջ գնացեք, մանրամասնություն իմացեք։ Դուք կարող եք տարբեր դասավանդումների մասնակցեք, բուժքույրին վերաբերող հարցեր, կոմպյուտեր սովորեք, եթե կոմպյուտեր չգիտեք, կոմպյուտեր գիտեք, ուզում եք մասնագիտացված կոմպյուտեր սովորեք, գնաք մեծ ընկերություններում աշխատեք եւ ահա ուրիշ ատամնաբուժի օգնական եք ուզում դառնալ, այդտեղ կարող եք այս դասավանդումներին մասնակցեք եւ ուրիշ դասավանդումներ տեղի ունենում։ Բոլորը անվճար, Կալիֆոռնիայի նահանգն է վճարում
եւ ավարտին, երբ որ ավարտեք այդ 4 ամիս է տևում ամեն կուրսը, երբ ավարտեք վկայական են տալիս, որ Ամերիկայի բոլոր նահանգներում ընդունված է, որտեղ սա Կալիֆոռնիա նահանգի կողմից կազմակերպած դասավանդումները բոլորը այդտեղ տեղի ունենում Բերբանկում, Burbank Adult School-ում կարող եք օգտվել այս անվճար ծառայությունից։ Երևան Post-ը հովանավորում ծրագիրը, Երևան Post-ը ձեզ է առաջարկում, որ եթե օդանավով մի ծանրոց ուզեք ղրգել, Pound-ը $2.99 է, նավով մի ծանրոց հանձնեք, երկրորդ նավը համահավասար ծանրոցը անվճար կարող եք ուղարկել Հայաստան, նաև կահկարասիկ ունեք, ուզում եք տեղափոխվեք Հայաստան կամ ձեր ազգականին ղրգել, տեսնում եք կարող եք ղրգել այդ նավով կարող եք ուղարկել, ինչ որ պետք է, ինչ որ հարկավոր է ուզում եք Հայաստան ղրգել կամ ուզում եք տնափոխվեք Հայաստան, տեսեք անձներն իրենց, ինչ որ այստեղ տեսնում եք։ Նաև եթե դրամով գումար ղրգեք 1%, դրամը եթե ղրգեք 1%, դոլար լինի, տարբեր է մանրամասնություն իրենց մոտ կգտնեք։ Շահին թուրն է հովանավորում ծրագիրը, դեպի Ճապոնիա թուրը կազմակերպել 10 օր $3790, անպայման օր առաջ զանգարեք, ձեր տեղերը ապահովեք, այսպես տեսնում եք։ Ծրագիրը նաև հովանավորում է Փիզարթինի հովանավորում է ծրագիրը։ Այս Բերբանկում է գտնվում։ Եթե մի պիցա պատվիրեք, համավասար երկրորդ պիցան 50% զեղչ եք ստանալու։ Զանգարեք Փիզարթինի կվերադառնա։ Ես ձեզ եմ ուզում ցուցադրել West Hollywood-ում, այստեղ մեր հարևանության մասամբ 20 րոպե մեզանից հեռավորություն, արևմուտքում մեր հարավ մասամբ արևմուտքում, այնտեղ մեկ խողովակ, ջրի խողովակ, որ 100 տարի կյանք է ունեցել։ Գիտեք, այս քաղաքը խիստ այդ խնդրեմ ունի, որ այս խողովակները ինչ որ տեղադրված են, մեծ մասը շատ հին են։ Եվ քաղաքները այդ բյուջետ առավել բյուջետ չունեն, բաջետ չունեն, որ այդ խողովակները հանեն եւ փոխեն։ Գիտեն շատ հին է։ Դա է որ ժամանակ առ ժամանակ մեկը պայթում է, մեծ վնաս է տալիս շրջապատին։ Այստեղ տեսնում եք, սա Հոլիվուդն է։ Սա այդ խողովակի պայթումի հետևանքով է։ Անձրև չկա այստեղ, անձրև չի տեղի ունենում, տեսեք ինչ է կատարվում։ Sunset Strip այդ տարածքում է եղել եւ այսպես տեսնում եք հիմա մետրո բասերի կայան կա նաեւ մտեն է բասերին վնաս հասցրել, տներին է վնաս հասցրել, մեքենաներ է վնաս հասցրել, այսպես տեսեք ինչ է տեղի ունենում այստեղ հիմա փողոցը նաեւ վնասել է եւ այսպես տեսնում եք տեղի ունեցող այսօրվա դեպք, տեղի ունեցող West Hollywood Sunset շրջանը, տեսնում եք այստեղ մեծ վնաս, մեծ ահավոր վնաս այսօր Լոս Անջելեսի, տեսեք բասերն է մնացել ջրի մեջ, այս կանգառն է, բասի կանգառն է, տեսեք ինչ վիճակում է։ Այսպես դերություն էր տիրում այսօր եւ խանգարեց մարդկանց նորմալ կյանքը բնականաբար այստեղ տեսնում էիք։ Ես ուզում եմ խոսել նաեւ նախագահ Թրամփի տելեպրոմպտերի մասին։ Տելեպրոմպտերը օրինակ մեր կայանում նաեւ նրանք որ լուր են կարդում եւ այլն, ես հիշում եմ ինձ կանգատվում էին, երբեմն ասում էին ուրիշ ալիքներում այս կանայք կան այնտեղ ու լուրերն են կարդում Հայաստանից, Ամերիկայից եւ այլն։ Եվ ասում են այնքան արագ է խոսում անձիկը, այնքան արագ են խոսում, երբ լուրը կարդում են, որ մենք չենք հասկանում ինչ են ասում։ Պատճառը սա է, որ մենք նաեւ այդ համակարգը ունենք, բայց ես չեմ օգտվում։ Ես ձեզ հետ խոսում եմ հիշողությամբ։ Ինչ որ ձեզ խոսում եմ, նրանք որ ես հիշում եմ, ձեզ պատմում եմ։ Դուք նաև եթե խոսելիս լինեք, ուրիշ ձև եք արտահայտվելու, քան թե
ձեր արջևը տնեն գրված լինի ամեն ինչ եւ դուք կարդում եք։ Այս teleprompter-ից կարդում են, երբեմն ես հարցում եմ մի բան կարդացիր, այնտեղ ինչ էր, ինքը անձն էլ որ կարդում է լուրջ ունի, որտեղ մեկը այդ գրվածքը տալիս են, անձը լրագրող, այսինքն ամերիկյան համակարգում էլ նույնն է։ Այսինքն այդ լուրերը, եթե ամերիկյան համակարգում նայում եք, որ անձը լուրերն է տալիս, բոլորը իրենց արջև գրվածը կարդում են։ Ես այդպես չեմ ձեզ հետ ուղղակի այսպես խոսում եմ ձեզ հետ հիմա ինչ որ այս վարքյանից։ Ամենայն դեպս նախագահ Թրամփը նաև երբ որ ելույթ է ունենում, բոլոր նախագահները միշտ ինչ որ գրված է դա են կարդում։ Թրամփի համար գրում են, բայց դա է կարդում, երբեմն էլ այդ ինչ որ գրված է դրանից դուրս ինքը մի բաներ ասում է։ Մյուս նախագահները միշտ մտահոգված էին, միշտ այսպես էր այս երկրում, որ նախագահ մի բառ ասելով կարող է խանգարիչ աշխատանք լինի երկրի եւ աշխարհի համար Ամերիկայի նախագահի ասածի վերաբերող։ Իսկ նախագահ Թրամփը կարդում է, բայց երբեմն ինքն էլ ինչ որ սիրտը ուզում է ասում է։ Իրեն համար պատրաստող այդ teleprompter, տեսնում եք այս ապակին է, որ վրան գրվում է եւ նախագահը կամ նախարար կամ ուրիշները կարդում են։ Աշխատողը իր մոտ սկսում է գումար անել, գամբլ անել, որ նախագահը ինչ բառեր կօգտվի, ինքը տեղյակ է։ Ուրեմն կարողանում է այսպիսով $100,000 եկամուտ ունենա։ Եվ հիմա իրեն ասել են, որ այդ 100,000-ը պիտի հետ վերադարձնի հանրությանը։ Այստեղ տեսնում եք նախագահ Թրամփի, որ 10 տարի այս աշխատանքը կատարում է իր համար, հիմա տեսնենք օրինակ մեկը այսօրվա ելույթին վերաբերող էր կամ որևէ ժամանակ, որ քյալչի տեսնում եք 90,000-ից 100,000 գումար է կարողանում, որովհետև բեթ էր դրել կամ գումար էր արել, որ նախագահը անցյալներում նաև ինչ է ասելու, տեսնում եք այդտեղ պատրաստում է նախագահի ճառը պատրաստում է, որ վրայից նախագահը կարդա։ Դա տեսնում եք երկու էկրան եք տեսնում, սա իհարկե 2020 թիվն է աչում եւ ծախում այդ ապակիները ինչ որ փոքրիկ տեսնում եք, դրա վրայից նախագահները կարդում են, դրա նաև 2021 թվի հունվարի 6-ին նախագահ կարդում էր, ամենայն դեպս այսպես տեսնում եք, եւ նախագահը սա երեքշաբթի օրն էր, որ ասում էր այսօր ինչ պիտի ասի մասամբ եւ տեսնում եք ասում է ուրիշ երկրները 2020 թվի ընտրությանը մխրճված են եղել այդ օրը իհարկե երեքշաբթի օր չասած, բայց հիմա քիչ հետո ցես պիտի ասեմ, հիմա այդ ինչ որ նախագահ ասում է, որ ուրիշները մխրճված են եղել, ինքը 60 ինքը եւ իր կողմնակիցները 2020 թվի ընտրության 60 տարբեր տարածքում քաունթիներում տատ բացարին, որ վերանայեն, տատեր բացարին, ադիտ անեն, նորից քվեները հաշվեն եւ բոլոր այդ 60 տարբեր տարածքներում, որ 2020 թվին տատ բացարին ամեն տեղ անգամ տատավորներ, որ ինքն էր Թրամփն էր նշանակել, ասացին, որ որևէ կեղծիք տեղի չի ունեցել, մասսայական կեղծիք տեղի չի ունեցել, բայց այսօր նախագահ Թրամփը եկել էր եւ այս մասին էր խոսում եւ գտան փոքրիկ հարցեր, որովհետեւ գիտեք էթնիկական տարածքներում փոքր տարածքում ազդեցություն կա, մասամբ կարող է կեղծիք լինի, բայց այդպես չի որ մասսայական կեղծիք այս երկրում ընտրության մեջ տեղի չի ունենում, որովհետեւ ամեն քաունթի ջոկ ընտրություն է անում, դրսից չեն կարող օրինակ մտնեն համակարգը խանգարիչ գործանեն եւ դրա համար էր որ վերջնական ասացին Բայդենը 7 միլիոն ավել քվեներ ունի։ Այստեղ տեսնում եք այդ անձը, որ իր համար ինչ որ գրությունը տնում է, որ ինքը կարդա, հիմա իրեն
պատիժներ պիտի լինի, որ վերադարձնի մոտարապես 90-ից 100,000 այստեղ ինքը գիտեր Թրամփը ինչ է խոսելու, որտեղ իրեն տալիս են որ տեղադրի, բայց միաժամանակ օգտվում էր այդ ժամանակից, որ այսպես բետաներ կամ գումարաներ այս Փերեզ անունով անձնավորությունը քալչի այդ համակարգն է, որտեղ որ ինքը արել էր, որ օրինակ կարող ես ասես ինչ բառեր կասի, ինչ նախատեսություններ կասի եւ այս ձևով կարողացել են գումարանել եւ տելեպրոմպտերը ինքը դնում է գիտի ինչ են այնտեղ նախապես ոչ ոք չգիտի գիտի ինչ բառերով օգտագործվելու ինչ նախատեսություն է ասելու ինչ է անելու այստեղ տեսնում եք ամեն ժամանակ երբ որ նախագահը պիտի կա խոսի ինքը տեղադրում է որ այս էկրանների վրայից Թրամփ այս վերջին 10 տարին կարդում է Ես ուզում եմ հիմա առիթ է այստեղ նախագահ Թրամփը այսօր նաև ժամը 6-ից մի քանի րոպե հետո 25 րոպե ճառ ասաց այսօր նախագահ Թրամփը որտեղ այդ ճառի մեջ դեռ սկզբում ասավ ամերիկացիները ամեն ինչը America is doing well Եվ իր ցանկությունն է, որ ընտրությունը կենտրոնանա, կենտրոնական կառավարությունը անի։ Այս երկիրը ամեն քաունթի ընտրությունը ինքն է կատարում։ 220 միլիոն մարդ ընտրության մասնակցում է, ոմանք չեն մասնակցում եւ երեխաները 18-ից պակաս չեն կարող մասնակցել, բայց ամենայն դեպս 220 միլիոն մարդ կարող է ընտրության մասնակցի։ Հիմա ամեն տարի մաքսիմում որ ընտրության մասնակցում են 130 միլիոնի չափ մարդ է մասնակցում բայց ամենայն դեպս նախագահը ասում է որ Չինաստանը անընդհատ այսօր այդ 25 րոպեի ընթացքին խոսեց որ Չինաստանը մի բան չներկայացրեց որ Չինաստանը ինչ սխալ է արել կամ ինչ ընտրության ինչպես է մխրճված եղել որտեղ շատ դժվար է ասացի այս երկրում 3000 քաունթի կա ամեն քաունթի ինքն է ընտրությունը կատարում Եվ ասում է նախագահը 220 միլիոն մարդու տեղեկությունը Չինաստանը գողացել է կամ իրենք ունեն եւ ուզում է Չինաստանը որ ազդեցություն ունենա այս երկրի վրա Չինաստանը դեռ միջով այս վարքյանից որ ես խոսում եմ հիմա անպայման արձագանքելու այս հարցի վրա մեղադրելով Չինաստանին տարբեր խարդախության համար եւ այլն եւ ասում են նախագահը իհարկե 2020 թվականի մասին էր խոսում որ Չինաստանը մխրճված է եղել 2020 թվականի ընտրության մեջ 18 նահանգում հակ են արել կարողացել են ըստ իրեն որ ազդեցությունը փոխել բայց ասացի նահանգները չեն որ ընտրությունը կատարում են այլ ընտրություն տեղի ունենում քանթիների մեջ եւ ասում է որ իրենք մխրճված են եղել որ օգնեն որ Ջո Բայդենը ընտրվի ամենայն դեպս այսօրվա վերաբերյալ ինչ որ պիտի ասեր եւ ինչ որ այս մասին խոսում էր 400 էջ տպեն ինչ նախագահի այս բողոքները մոտարապես 3 ինչ պատկերացրեք 8 սանտիմետր գրքույկի նման Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը քոլեստրոլի մասին խոսեմ, նոր տեղ կա քոլեստրոլի ծրագիրը հովանավորում է Մարգարյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում, եթե դուք վարձակալ եք, վարձել եք մեկ առանձնատուն կամ վարձել եք ապարտման, դա պիտի մաքուր լինի, բնակելի լինի, եթե պահարանները բացում եք, միջատները գնում են գալիս են, մրջուն կա տանը, մուկ կա տանը, դա բնակելի չի, զանգարեք այստեղ, Կալիֆորնիայի որևէ քաղաքում ապրում եք, այս նահանգի կարող եք զանգարել եւ այս փաստաբանի հետ խորհրդակցեք, եթե ինքը կարողանա ձեր համար հատուցում ստանա, հետո իրեն կվճարեք, ուրեմն դուք հիմա ոչինչ չեք վճարում, խոսեք, եթե նման խնդրեմ ունեք ձեր տանը Դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում ծրագիրը, գեղագիտական որևէ աշխատանք պիտի կատարեք, այստեղ զանգարեք
Serpro ընկերությունն է հովանավորում ծրագիրը Serpro ընկերությունը ձեզ առաջարկում, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը, պետք է մաքրեք, եթե նոր կառույց է կամ դուք այդ կառույցը կամ նորոգումներ եք մտցրել, գիտեք շատ փոշի է լինում, կեղտ է լինում, սրանք պրոֆեսիոնալ անձիկ են, սրանք բնակարան մաքրողներ չեն, պրոֆեսիոնալ անձիկ են, այդ աշխատանքը կարող են կատարեն եւ եթե հեղեղ է տեղի ունեցել կամ մի խողովակ պայթել է, ջուրը մտել է ձեր տանը, իրենց անգարեք խորհրդակցեք իրենց հետ։ Դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը ալերգի եւ ասմայից, եթե նեղվում եք, այստեղ զանգահարեք, Glendale-ում է գտնվում գրասենյակը, Glenox փողոց, Grandview փողոցի հատման կետին շատ մոտ է իր կենտրոնը կվերադառնա։ Մի նոր տեղ է շուկայում գալիս, որ քոլեստրոլի համար է, LDL-ը, այսինքն վատ քոլեստրոլը, գիտեք HDL-ը միշտ ասում են պետք է բարձրացնեք, LDL-ը իջեցնեք, եւ այս LDL-ը մարդիկ նեղություն շատ են կրում, չեն կարողանում իջեցնել, ուրեմն տեղով պետք է այս քոլեստրոլի խնդրը լուծել եւ այս նոր տեղը, որ եկել է շուկային առաջարկում են, սրսկում է, հետո մի քանի ամիս հետո հաբն է ինչ որ կներկայացնեն, այսպես տեսնում եք։ Երբ որ մի ընկերություն նոր տեղ է շուկա ղրկում, այստեղ այս տեղն է ինչ որ տեսնում եք, նոր տեղ է շուկա ղրկում, միշտ թանկ է լինում, որտեղ մենակ ինքը կարող է առաջարկել հանրությանը։ Merck-ը Ամերիկայի խոշոր տեղի ընկերություններից մեկն է, եւ այդ ընկերությունն է ինչ որ այս տեղը հիմա FDA-ը approve արել եւ ներկայացնում է եւ եթե ընդհանուր LDL-ը 40 մարդուց մեկը LDL-ը իրենը բարձր է լինում այս 40-ից մեկը պատկերացրեք Ամերիկայում 330 միլիոն մարդ է ապրում, բայց պատկերացրեք մոտարապես չափահասները 250 միլիոն են, այդ հաշվարկումով մոտարապես 7 միլիոն մարդ LDL-ը իրենը բարձր է, որ այս տեղը պիտի իրենց շատ մեծ ծառայի ասացեք 40-ից մեկը այդպես տարապում է այս հիվանդությունով եւ statins-ը, որը հիմա այդ են օգտվում, statins են օգտվում, ասում են այդքան չի ազդում, ինչ որ այս նոր տեղը պետք է հանրությանը շատ օգտակար լինի, ինչ որ այսպես շուտով երևի ձեր բժիշկը նաև ձեզ կառաջարկի, եթե քոլեստրոլի խնդրեմ ունեք։ Ես ուզում եմ խոսել անցյալ տարի 2025-ին մի ընտանիք, որը եկել էին Իսպանիայից եկել են կին եւ 3 երեխաներ ունեն 4, 8, 10 տարեկան, այստեղ Hudson River, որ Նյու Յորք քաղաքի արևմտյան մասն է, Նյու Յորք, Նյու Ջերսիի միջև է, հելիկոպտերով հաճախ գնում են, այսպես եւ դիտելու այստեղ Իսպանիայից եկել են, Ամերիկայից եկել, ամենայն դեպս այդ հելիկոպտերը վայր են գնում, ուրեմն 3 երեխա ծնողները եւ նաեւ հելիկոպտերի վարողը բոլորը այս գետի մեջ ընկնում են ու մահանում են այստեղ։ Հիմա երբ որ նայում են, տեսնում են հելիկոպտերի խնդրը ունեցել, այսինքն եւ դրա համար էր, որ վայր էր ընկել, այստեղ Hudson River իրենց դիակ կարողացին գտնել, սա 2025 թվին էր պատահել, երբ որ ամեն ուսումնասիրությունը հիմա ավարտվել է։ Նման աշխատանքները մի տարի տևում է, որ վերջնական տեսնում եք այդտեղ հելիկոպտերը վայր է ընկնում ջրի մեջ, իսկ պատճառը որ այս հելիկոպտերի մեջ մտնում է խոշոր թռչուններ կան այդ գետի վրա։ Այս առաջի անգամ չի մեկ ուրիշ օդանավ Salzburger օդաչուն էր, օդանավը 129 ճամփորդով ընկնում է ջրի մեջ, այստեղ տեսնում եք այդ ժամանակ նաև սա 2009 թվին էր, երբ որ ձեզ ասում էի այս մեկի մասին, բայց հիմա այս անցյալ տարվա 2025 թվի այս դժբախտությունը ամենայն դեպս թռչունների պատճառով է եղել, որ այս հելիկոպտերը տեսեք գալիս, հետո
հանկարծ վայր է ընկնում ճիշտ այդ գետի մեջ Hudson River ընկնում է գետի մեջ եւ բոլորը մահանում են ես հիմա ուզում եմ խոսել մեկ election-ի կամ այսինքն մեկ policy մասին պիտի խոսեմ որ երկու police-ներ գալիս են Ֆլորիդայում մեկ անձնավորություն թաքնվում է եւ երկուսի վրա կրակում է եւ հիմա այստեղ եթե շարունակենք տեսնում եք իրենց այդ ոստիկաններին տանում են կրակում է այսպես հետո մյուս ոստիկանները գալիս են սրանք վիրավորված ոստիկաններ են իսկ մյուս ոստիկանները գալիս են եւ այդ ոճրագործին տեղի վրա սպանում են ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից պետք է խոսեմ այնինչ որ մի քիչ առաջ խոսեցի այդ ընտրությունը 2020 թվի եւ դրան վերաբերող որ նախագահ առաջարկում է իր անձնական փաստաբանը նախկին փաստաբանին որպես գլխավոր դատախազ այս երկրի դրա մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը Raffi's Market գտնվում է Burbank-ում Glendale-ի արևանության իրենք պատրաստի ճաշ ունեն եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու նպարատուն է ուրիշ ինչ որ հարկավոր է կարող եք վերցնել Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն ամենախոշոր դաշնամուրի խանութն է 600 դաշնամուր այն խանութի մեջ գոյություն ունի ոչ թե ձեզ նկարներ ցույց տան ասեն որն եք ուզում այդպես չի եւ ամենահին դաշնամուրի խանութ 1928 թվականից աշխատում է Hollywood Piano ծրագիրը հովանավորում է դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը եթե թաթի վրա թաթի տակ վերքեք հայլում եք շնչասպառ եք լինում այստեղ զանգարեք կենտրոններն են Glendale-ում 616 իսկ Glenox փողոց նաև այստեղ տեսնում եք Encino-ում Commerce եւ Orange County-ում գրասենյակունի ծրագիրը նաև աչքի վիրահատող բժիշկ հովանավորում է այս ծրագիրը այստեղ տեսնում եք Խալեդ Թավանսի Glendale-ում սա է հեռախոսը համարի իրեն եւ 31 տարվա փորձառություն ունի Pasadena-ում նաեւ Pasadena-ի բնակիչները կարող են զանգարեն այս հեռախոսը համարին Costa Mesa Orange County-ում եթե բնակվում եք այստեղ զանգարեք ու հանդիպեք այս փորձառու ագնաբուժին եթե հարկ եղավ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը ձեզ է առաջարկում կոշիկներ հագուստներ արտասահմանից բերված Jackpot գտնվում է Pacific փողոց Glendale-ում կվերադառնա Նախագահ Թրամփը այսօր 25 րոպե ճառ ասած մոտարապես ժամ 6-ից հետո այսօր մի քանի ժամ առաջ եւ այնտեղ ձեզ մասամբ քիչ առաջ վերևում բացատրեցի որ բոլոր իր բողոքը 2020 թվի 25 րոպեի ընթացքում մեծամասնություն այսօր որ կեղծիք է տեղի ունեցել 2020 թվի ընտրությանը եւ ինչ որ ասացի 60 տարբեր դատարաններում Ամերիկայի դատ բացարին իր փաստաբանները եւ որևէ փաստ չկարողացան ներկայացնել որ որտեղ է պատահել որն է կեղծիք եղել անգամ դատավորներ որ ինքն էր նշանակել իրեն նշանակած դատավորներ ասացին որ այդպես բան տեղի չունեցել 2020 թվի ընտրությանը ամենայն դեպս հիմա այսօր հետաքրքիր երևույթ որ ասել էին նրանք որ այն կանանք որ Ջեֆրի Էփստին այդ մեծահարուստը որ Թրամփի ինգերն էր եղել իրար հետ տարիներ մտերիմ են եղել երկուսն էլ Նյու Յորք մեծացած անձիկ են երկուսը Նյու Յորքում աշտարակ ունեն իրար հանդիպում էին մինչև 2005 թիվը իհարկե Թրամփ այդ մարդուն հանդիպում նրանից հետո չհանդիպեց Ջեֆրի Էփստինը վերջ-վերջո 2019 թվին որովհետև անչափահաս երեխաների հետ էր սեռային հարաբերություն ստեղծում երբ որ ձերբակալեցին բանդում ինքնասպան եղավ ու մահացավ 2019 թվին եւ այս հարցերի վերաբերյալ եւ նախագահը ինչ որ նախապես 2023-2024-ին իրեն Նյու Յորքում տատի տվին
որ այդ թղթերը ինչ որ բանկերին ներկայացրել է ճիշտ չի գրել եւ այլն տատի էին տվել փաստաբան ունի, որը Թադ Բլանչ անունով, որ հիմա նախագահ ցանկություն ունի, իրեն նշանակել էր արդարադատության կամ գերագույն դատախազը այս երկրի Attorney General էր նշանակել, օգնականն էր նշանակել, հիմա ուզում է որ նա դառնա գլխավոր դատախազը այս երկրի։ Մեկին որ նշանակում է որպես նախարար սենեթում պետք է հաստատեն, քվեարկեն, որ այս Թադ Բլանչն է, որ տեսնում եք։ Հիմա իրեն պահանջում էր մեկ սենեթոր Թիլիս, հետո կտեսնեք, որ իրեն ասում է, որ դու պետք է գաս այն կանայք, որ Ջեֆրի Էփստինին կապ ունեն Թրամփի ընկերոջը, իրենց հետ հանդիպես, եթե չհանդիպես չեմ քվեարկելու։ Այսպես սենեթորը ռիփաբլիկան է եւ նախագահ կարիք ունի, որտեղ դեմոկրատները անպայման դեմքը քվեարկեն իրեն, որովհետեւ այս անձնավորությունը իր նախնական անձնական փաստաբանն է եղել։ Իսկ դատախազությունը հին ժամանակ այսպես էր, որ ում որ նշանակումին անկախ էր աշխատում։ Բոլոր նախարարությունները, որ նշանակում է նախագահը իրենց գլխավոր ղեկավարն է։ Միայն այս երկրի դատախազությունը նախագահը առաջարկում է մեկին, սենեթը հաստատի, հետո անկախ պիտի աշխատի։ Օրինակի համար Նիքսոն, նախագահ Նիքսոնի օրոք մեկին իր անձնական ընկերոջը նշանակել էր, բայց երբ որ Watergate-ի խնդիրներն եղավ, ինքը պահանջում էր, որ դատախազին, որ մեկ անկախ այսպես փաստաբան, որ հետևում էր Watergate-ի հարցին, ասում են նրան աշխատանքից անի, ինքը հրաժարվում է, ասում է ես անկախ անձ եմ, դատախազությունը անձախ հաստատություն։ Իսկ հիմա այս անձնավորությունը, որ նախագահի անձնական փաստաբանն է, նախագահ մի բան ասում է, գնում է մեկին տատի է տալիս, մյուսի այսպես դժվարացության մեջ է տնում։ Դրա համար այս Թիլիսը պահանջել է, որ գա եւ այդ կանայք, որ Ջեֆրի Էփստինի զոհերն են եղել, հանդիպի եւ այսպես ես սրանք բացատրում եմ, որ հիմա տեսանյութի վրայից ես կարողանամ ամեն ինչը բացատրել։ Այստեղ տեսնում եք ընտրության համար 2020-ի, քիչ առաջ նաև ասացի, այսօր 25 րոպե նախագահը խոսեց, բայց չկարողացամ որևէ 60 տարբեր դատեր բաց արի նախագահի կողմից, բայց միտեղ չասավ եւ հետո իր կողմնակիցները եկան այսինքն ներկայացնի պալատ։ Սա Թիլիս, ինչ որ ասացի, ռիփաբլիկան է, որ ստիպեց, որ այդ փաստաբանը նախագահի գա եւ այն կանայք, որ դատ են բացարել, ասում է եթե չկա եւ իրենց հետ չբանակցի, ես չեմ քվեարկելու իրեն։ Այստեղ նախագահի այս փաստաբանն է նախքին, որ իրեն նաեւ այս ում որ նախագահ առաջարկում է գլխավոր դատախազ մեկ սենեթոր, որը Քենեդի, Ջոն Քենեդի անունով, որ ինքը Լուիզիանա նահանգի սենեթորն էր, տարական մի բան հարցրեց նախագահի այս փաստաբանին եւ այդ ժամանակ իրեն ասաց, որ այս սենեթոր Քենեդին ասաց, արդյոք դու եւ Թրամփը ընկերներ եք, շատ կարճ նախատեսություն ասաց, սա ռիփաբլիկան է, նախագահ Թրամփի կողմնակից է, արդյոք դուք ընկերներ եք, are you and Trump friends? Այս անձը ինչ որ պետք է դատախազ նշանակվի, ասաց I am his lawyer, ես իրեն փաստաբանն եմ, եւ զարմանքի եկավ այս սենեթորը, հետո ինքը իրեն ճշտեց, ասաց, որ I was his lawyer, ես իրեն նախկինում իրեն փաստաբանն եմ եղել։ Հետո մեկ ուրիշ նորից քիչ փոքրիկ բան ասաց, արդյոք դու միշտ ճշմարտությունը իրեն ասում ես, ասում է do you tell him the truth every time, ամեն անգամ ճշմարտությունն ես իրեն ասում, ու այս անձնավորությունը բնականաբար ասաց այո։ Հիմա ինչ որ ասացի, հիմա միցև եղել, որ այսպես անկախությունը այս երկու մտատախազությունը կորցրել է եւ դարձել է նախագահի համար աշխատող մեկ անձնավորության նման եղել է։
Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից մի կապիկ ձեզ ցույց տամ, մի նորություն, այս կապիկը նոր բացահայտել են, որ այս տեսակ կապիկ նաև գոյություն ունի, ծրագիրը հովանավորում է անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, եթե այս ֆլասկ կամ միտեղ եք գնում, անտառ եք գնում, ծովափ եք գնում, կարող հարկավոր լինի սուրճ տանեք կամ թեյ տանեք կամ այս թերմոսը կարող եք գնել ընդամենը $9.99 այստեղ նկարը փոքր է երևում, բայց ինքը բավական խոշոր թերմոս է ծրագիրը նաև հովանավորում է Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը իրենք բաս ունեն մինի բաս ունեն ցես կտանեն կվերադառնան Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե bankruptcy եք ուզում ֆայլ անեք, եթե տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում, ակսիդենտ եք ունեցել, այս հեռախոս համարին զանգարեք կվերադառնա։ Կապիկներ, գիտեք, տարիները գտեն են, տարբեր տեսակի կապիկները գտեն են եւ անվանել են եւ այսպես։ Հիմա վերջին 75 տարվա ընթացքին Սա 5-րդն է։ Բոլոր կապիկներին դրանից 75 տարի առաջ գտել էին իմացել էին մաս։ Հիմա Աֆրիկայում մի նոր Քանգոյում կապիկ են գտել, որ այսպես տեսնում եք, որ իրեն վարդագույն է, ավել եւ օրենջ եւ նարինջագույն շրթունքներ ունի։ Տարբեր է իրեն շրթունքները բոլոր ուրիշ տեսակի կապիկներից Սա ամենավերջին տեսակ կապիկն է, որ կարողացել են բացահայտել ու գրանցել իրեն որպես այդ կապիկների շարքում, այս կապիկն է նոր, որ տարբեր է գույնով, տարբեր է ուրիշ կապիկներից իր բերանի այս մասը տարբեր է։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։